Բարև բոլորին, ձեզ հետ ես եմ Էդուարդն և սա իմ առաջին վիդեոն է այս ալիքում։ Ես նցել եմ լիքը վիդեո ալիքներ և այսպիսի վիդեոներ եղել, այսպիսի և նաև այսպիսի վիդեոներ, որոնք եղել են զվարճալի, հետաքրքիր և իհարկե կնիժ վիդեոներ։ Բայց այս ալիքում նկարահանելու եմ հետաքրքիր և զանազան պատմություններով լի վիդեոներ։ Դե ինչ, գնացինք։ Երբ որ դու ընկնում ես ինչ-որ տրանսպորտից, դա նշանակում է, որ դու վախենում ես ինչ-որ քայլ կատարելուց կամ շեղվել ճանապարհին։ Երազ, որտեղ որ քեզ թվում է, որ մեկը քեզ հետևում է, դա նշանակում է, որ դու խուսափում ես ինչ-որ խոսակցությունից, քայլերից կամ ինչ-որ որոշումներից։ Երազ, որտեղ որ քեզ թվում է, որ դու կորել ես, դա հաճախ նշանակում է, որ քեզ սպասում է ինչ-որ կյանքի ուրիշ փուլ, որից դու վախենում ես և չգիտես ոնց շարժվել։ Կրկնվող երազ հաճախ նշանակում է, որ դու ունես չլուծված խնդիր, որի մասին շատ ես մտածում և խուսափում ես լուծելուց։ Անվերջ աստիճաններ երազը նշանակում է նպատակից ձգտում, ցանկություն հասնել ինչ-որ բանի, բայց ճանապարհը թվում է շատ երկար և բարդ։ Ջարդված աստիճանները ունեն նույն իմաստը, ինչ ունեն անվերջ աստիճանները, ուղղակի այդտեղ պետք է անցնես ավելի շատ փորձություններ և դժվարություններ։ Երբ դու քո երազում տեսնում ես հարազատ մարդուն, որ արդեն չկա, զոհվել է կամ վախճանվել է, դա նշանակում է, որ դու պետք է գնաս նրա մոտ և վառես խունկը, որպեսզի նրա հոգին հանգստանա։ Շնորհակալություն, որ դիտեցիք այս վիդեոն, չմոռանաք դնել լայք և բաժանորդագրվել, թե չէ ես կգամ ձեր երազներին։ Ստեսություն։